Այդ դեպքում եթե սահմանափակում չկա, ցանկացած անձ կարող է ձեռք բերել առկա քարտ եւ օգտվել այս հնարավորությունից, ինչով է պայմանավորված, որ վիզան եւ մաստերը չի ներառվել, տեխնիկական հարց է։ Հետևյալով է պայմանավորված, քանի որ երբ վերադարձ 2%-ի վճարումը իրականացվելու է 2%-ի 1%-ը վճարվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ 1%-ը վճարվելու է Armenian Card փակbaşնետիրական ընկերության միջոցների հաշվին եւ այնպես է համակարգը կառուցված, որ 1% իրենց կողմից, ընկերության կողմից եւ 1% պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման դեպքում այդ է պատճառը, որ առկա քարտերն են այս պահին ներգրավված ծրագրում։ Շատ լավ, իսկ թոշակառուների քարտերը հիմնականում առկա են, ես ուսումնասիրեցի իմ շրջապատում կենսաթոշակ ստացող անձանց քարտերը, ամեն դեպքում կային քարտեր, որոնց վրա վիզա էր գրված, այսինքն դա ենթադրում է, որ կլինեն թոշակառուներ, որոնք չեն կարողանա, չէ, օգտվել, իրենց անհրաժեշտ կլինի առկա քարտ։ Ինչպես նշեցի, միջոցառումը աշխատում է առկա քարտերով քարտապանների ֆիզիկական անձանց դեպքում։ Մեր այն թոշակառուները, որոնք իրենց թոշակը ստանում են առկա քարտերով, այդ քարտերով իրականացված անկախիկ գնումներից յետ վերադարձի մեխանիզմը առաջարկող միջոցառումը իրենց վրա կտարածվի։ Այն թոշակառուները, որոնք որ իրենց թոշակը ստանում են վիզա կամ մաստեր քարտերով, իրենց վրա դա չի տարածվի։ Շատ լավ, մեր առցանց հարցերից հնչեցնեմ, հանրային ռադիոն է հարց ուղարկել, ընդհանուր կարծես քարտերի թվին էլ վերաբերում մենք նշեցինք 500,000 քարտ եւ 500,000 քարտի հետ կապված մենք ունենք մանրամասներ տվյալներ, թե ինչ շրջանառության մասին է խոսքը կամ քանի տոկոսն է ակտիվ, չգիտեմ, այսպիսի բան։ Նման ցուցանիշներ առկա են, բայց նման ցուցանիշներին ավելի ճիշտ կպատասխանի կենտրոնական բանկի մեր գործընկերները, այս պահին ձեռքից տակ տեղեկատվությունը առկա չէ, կան նման ցուցանիշներ, թե ինչ շրջանառու միջոցներ են շրջանառվում առկա քարտերով, որոնք որ կան, շուրջ 500,000։ Շատ լավ, կրկին հանրային ռադիոից խնդրում են ճշտել, թե Հայաստանում առկա ընդհանուր քարտերի քանի տոկոսն է կազմում այս 500,000-ը։ Այսինքն առկա քարտերը ընդհանուր քարտերի մեջ քանի տոկոսն է կազմում։ Տոկոսը չեմ կարողանա ասել, քանի տոկոսն է կազմում, որովհետև հենց այդ նույն վիճակագրությամբ, որովհետև կարող է նույն մարդը ունենալ մի քանի քարտեր եւ մի քանի առկա քարտեր եւ մի քանի մաստեր կամ վիզա քարտեր եւ ընդհանուրի մեջ պետք է հասկանալ անձի հաշվով տոկոսն են հարցնում, թե հարցնում են ընդհանուր քարտերի մեջ ուղղակի քարտերի տոկոսը, որը որ կարծում եմ երկու տվյալներ պետք է լինի, որպեսզի օբյեկտիվ պատկեր ստացվի։ Շատ լավ, հաջորդ հարցը Arminfon է ուղարկել, արդյոք կան մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի վերահսկել, որպեսզի առկա քարտի սպասարկման գները կամ առկա քարտի գները, գումարները չբարձրացվեն։ Այդ հարցի հետ կապված կարող եմ պատասխանել, որ սույն միջոցառումը չի վերաբերվում գների կարգավորման հետ կապված եւ չի կարգավորում նման հարաբերություն, սույն միջոցառումը վերաբերվում է անկախիկ եղանակով գնումներից յետ վճարին եւ կարծում եմ, որ գների հետ կապված հարցը առանձին քննարկման առարկա է, լավ կլինի, որ մեր կենտրոնական բանկի գործընկերները այդ հարցին պատասխանեն։ Շատ լավ, մյուս հարցը արդյոք կխնդրեն հստակեցնել, թե on-line առևտուրը մտնելու այս քեշբեքի ծրագրի մեջ, օրինակ միջազգային մարքեթփլեյսները կամ տեղական խանութները, սուպերմարկետները կլինեն։ Ինչպես ես նշեցի, Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված կազմակերպություններից կատարվող գնումների վրա է տարածվում։ Եթե այն on-line մարքեթները, որոնք որ ունեն ռեզիդենտ ընկերություններ գրանցված եւ նրանց միջոցով է իրականացվում գործարքը, ապա այդ դեպքում ներառվելու է։ Շատ լավ, ընդհանուր առմամբ այս նախաձեռնության նպատակը ո՞րն է, ինչ է տալու սա պետությանը, թե առկա քարտերի, չգիտեմ, լայն շրջանառության մեջ դնելու տեսանկյունից, թե on-line գնումները ավելի այսպես թափանցիկ դարձնելու տեսանկյունից, ինչ է տալու պետության եւ մյուս կողմից ինչ է տալու շահառուներին։ Նպատակը միջոցառման անկախիկ գործարքների խթանումն է, ինչպես նաեւ անկախիկ եղանակով իրականացվող գործարքներից նաեւ հասարակության մեջ ֆինանսական թվային գիտելիքների զարգացումը եւ ապահովումը, ինչն էլ իր հերթին որպես դրական ազդեցություն
կունենա, որ ծառայությունները եւ ապրանքները գնորդի տեսանկյունից կլինեն 2% ավելի ցածր գնով հաստացի։ Իսկ մենք ինչպիսի դինամիկա ունենք անկախիկ գնումների։ Ինչ է նշանակում, ինչպիսի։ Նկատի ունեմ վերջի տարիներին նկատում եք, որ քարտով կատարված գնումները անկախիկ գնումները աճում են, այո։ Նմանատիպ գործիքակազմերի շնորհիվ, թե ինչի շնորհիվ։ Նաև դուք գիտեք, որ անկախիկի դեպքում որոշակի ծառայություններ, որոնք որ որոշակի ծրագրեր, որոնք որ իրականացվում են խթանելու անկախիկը, օրինակ թոշակառուներին տրվող կենսաթոշակի կամ նպաստառուներին տրվող նպաստներին քարտերով իրականացող անկախիկ գործարքների դեպքում գործում են նաև ետվերադարձի այլ մեխանիզմեր, որը որ կառավարությունը իրականացնում է եւ այդ բոլոր միջոցառումները իրար հետ խթան են հանդիսանում, որպեսզի անկախիկ գործարքների քանակը ավելանա։ Հարցը Armenia TV ժամլրատվական նախորդ տարվա ընթացքում հաճախակի են տեխնիկական խնդիրներ տեղի ունենում, արկա համակարգի հետ կարող եք ասել, որ այդ տեխնիկական հարցերը լուծված են, հաշվի առնելով, որ բավականին հոսք է սպասվում դեպի արկա եւ ծանրաբեռնվածությունը կավելանա։ Տեխնիկական խնդիրներ ցանկացած համակարգում հնարավոր է որ տեղի ունենան, պայմանավորված այն տվյալների հոսքով, որոնք որ միաժամանակ տեղի են ունենում, սակայն մեր Armenian Card ընկերության բաժնետիրական ընկերության գործընկերները հավաստիացրել են, որ մաքսիմալ ջանքեր կգործադրվեն, որպեսզի տեխնիկական խնդիրները հնարավորինս քիչ լինեն։ Իսկ իհարկե կենտրոնական բանկի նախագահան կառավարության նիստում հորդորեց քաղաքացիներին, որ հունվարին անգամից չգրող են այս քարտերը ձեռք բերելու համար, բայց մոտավոր պատրաստ ենք մենք հոսքին ընդհանուր առմամբ տեխնիկական։ Ընդհանուր առմամբ հոսքին պատրաստվածություն առկա է, բայց ինչպես կենտրոնական բանկի նախագահան նշեց, որ մենք նաև հորդորենք, որ այդ ամեն ինչը տեղի չունենա մեկ օրում եւ միևնույն ժամին։ Պետք է պլանավորել եւ հնարավորինս, այսպես ասած, դիմելիության իմաստով կարգավորել, որպեսզի միաժամանակ բոլորը տեղի չունենան։ Այսինքն, եթե պայմանական ասած միաժամանակ բոլոր քաղաքացիները փորձեն ձեռք բերել արկա քարտեր, միգուցե մի քիչ ժամանակի ընթացքում տևողության իմաստով դանդաղում տեղի ունենա, պայմանավորված, որ մեծ հոսքի դեպքում 2-3 օրը, ինչպես նշվեց կառավարության նիստում, որ քարտի տրամադրումը տեղի է ունենում, միգուցե այդ ժամկետը մի քիչ երկար է։